Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, մինչև հարցս ձեզ ուղղելը նախ ուզում եմ Պարոն Հարությունյան, մինչև հարցս ձեզ ուղղելը նախ ուզում եմ հակադարձել ձեր խմբակցության քարտուղարի, եթե չեմ սխալվում, հարցին հայկական ավիացիան Եվրամիության օդային անվտանգության սև ցուցակում գտնվելու թեմային, երբ արվեցին երկու պնդումներ, մեկը առ այն, որ կարծես ոչինչ չի արվել թերությունները շտկելու ուղղությամբ եւ երկրորդ, որ արկային վստահության հարցեր։ Ուղղակի կարճ անդրադառնամ նախ ICAO-ի աուդիտի արդյունքում հայտնաբերված 41 թերություններից 40-ը վերացված են, արկային ընդամենը մի քանիսը եւ երկրորդ, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը հստակ նշել է, որ սա տեխնիկական գործընթաց է, ոչ թե քաղաքական եւ գտնում է ԵՄ օդային անվտանգության կոմիտեի տիրույթում։ Եթե կարիք լինի սրան հետագայում կանդրադառնամ։ Հիմա հարցերս ձեզ, պարոն Հարությունյան, ուզում եմ հնչեցնել նույն ձևաչափով, ինչ տիկին Արեգա Հովսեփյանին, ցավոք ու ինձ չստացավ որևէ հստակ արձագանք։ Իսկ դուք ձեր ելույթում ասացիք, որ պատրաստ եք հստակ պատասխանել հարցերին։ Ոստի ակնկալում եմ հստակ պատասխան։ Ես անում եմ երկու պնդում եւ խնդրում եմ ձեզ, որպեսզի ասեք, համաձայն եք դրանց հետ թե ոչ եւ հիմնավորեք։ Կրկնվում է, նույնը արել եմ Արեգա Հովսեփյանին այս հարցերը։ Ռուսաստանի Դաշնությունը եւ ՀԱՊԿ չեն կատարել Հայաստանի հանդեպ իրենց պայմանագրային պարտավորությունները, երբ Հայաստանը դիմել էր երկուսին Ադրբեջանի Հայաստան ներխուժումներից հետո։ Եվրամիությունը տվել է երկրորդ պնդումը։ Եվրամիությունը տվել է հստակ քաղաքական գնահատական Ադրբեջանի Հայաստան ներխուժումներին, դատապարտել է եւ նշել է, որ պետք է ադրբեջանական զորքերը հետ քաշվեն, ցավոք սրտի, ի տարբերություն Ռուսաստանի Դաշնության եւ ՀԱՊԿ-ի։ Շնորհակալ եմ։ Առաջին հարցի վերաբերյալ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի Հանրապետությունը ունի նաև իրավունքներ, բացի պարտականություններից, նույնը բնականաբար նաև փոխադարձ։ Եվ մենք այո, գտնում ենք այդ մասով ՀԱՊԿ-ին պետք է հարցեր ուղղել, հասկանալ ինչու իր պարտավորությունը չի կատարել, բայց կրկին որպես իրավաբան ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալին. ցանկացած փաստաթուղթ, որը մեկ կողմի համար սահմանում է պարտականություն, մյուս կողմի համար եւս սահմանում է պարտականություն, ոչ միայն իրավունք, նույնը նաեւ ՀԱՊԿ-ի մասով, այո, այդ մասով մենք ՀԱՊԿ-ին հարցեր ունենք ուղղելու, որի պատասխաններն ունենալուց հետո նոր կկարողանանք մեր կշռադատված դիրքորոշումը ներկայացնել։ Ինչ վերաբերում է Եվրոմիության կողմից դատապարտող հայտարարություն անելուն, դրան բնականաբար դրական եմ վերաբերվում։ Արձագանք։ Շնորհակալ եմ, ես ճիշտ հասկացա, որ դուք կշեռքի նույն նժարի վրա կամ հավասարեցրիք Հայաստանի պարտավորությունների չկատարումը ՀԱՊԿ-ի հանդեպ, նրա հետ, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի դիմումներին փաստացի չէր արձագանքել եւ չէր կատարել իր պայմանագրային պարտավորությունը։ Հայո Հայաստանի Հանրապետությունը հետագայում, այսինքն նշվածս իրադարձություններից հետո, ՀԱՊԿ-ի չարձագանքից հետո եւ պայմանագրային պարտավորությունները չկատարելուց հետո, այո, հաստացի սառեցրել է իր անդամակցությունը։ Դուք սա դնում եք նույն կշեռքի նժարի վրա, սա որպես արձագանք եւ քանի որ կա մի քիչ ժամանակ, նորից նույն հարցը ինչ որ ուղղել եմ տիկին Արեգա Հովսեփյանին, կապված վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հետ։ Հայաստանը ստացել է գործընթացի մեկնարկի հետ կապված գնահատման առաջին զեկույցը կամ ինչպես պաշտոնապես կոչվում է առաջընթացի զեկույցը Progress Report։ Համաձայն եք արդյոք այս report-ում, այս զեկույցում Հայաստանին տրված գնահատականների հետ։ Շնորհակալ եմ։ Տիկին Գրիգորյան, նախ նորից ՀԱՊԿ-ի թեմային անդրադառնամ, ես շարունակում եմ պնդել առանց նժարի վրա ծանր թեթև անելու, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի մեջ գտնվող ցանկացած այլ պետություն ունի իր հերթին որոշակի պարտականություններ ՀԱՊԿ-ի նկատմամբ եւ ձեր այդ հարցին սպառիչ կկարողանամ պատասխանել, երբ որ մեր կողմից համապատասխան հարցադրումները ՀԱՊԿ-ին կուղղվեն, մեր կողմից կուղղվեն, կունենանք պատասխան։ Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման հետ կապված հարցին, նախ ուզում եմ հստակ անկեղծ ասել, որ վիզաների ազատականացումը դա ինքնին չի ենթադրում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները
երբ ուզեն, ինչքան ժամանակով ուզեն, առանց վիզայի կարողանալու են գնալ այդ երկրներ։ Խոսքը վերաբերում է կարճ այցերին առանց վիզայի գնալուն, գնահատականների հանդեպ ունեմ հարգալից դրական վերաբերմունք, այսքանը։ Տարոն Չախոյան։